Մեր Աստծո սուրբ խաղաղությունը բոլորիս։ Սիրելի Աստվածապաշտ հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, այսօր ուզում եմ խոսել Սուրբ Հոգու մեծության մասին։ Այս առավոտ աղոթքիս ժամանակ այսպիսի ուրեմն իմ մեջ զգացողություն եկավ։ Ես հասկացա, որ մի տեսակ Սուրբ Հոգուն փոքր եմ տեսնում, չգիտեմ ինչ խոսքով նկարագրեմ, խոսքերս չեն բավականացնում, երևի թե մեր բառապաշարում չկա էլ այդպիսի բառ, փոքր բառը, այսինքն աննկատ, այսպես ասեմ, շատ ժամանակ մենք չենք նկատում մեր ներսի Սուրբ Հոգուն, և շատ տրտմեց իմ ներսը, իմ մարդկային հոգին տրտմեց դրանից, ես հասկացա, որ Սուրբ Հոգուն այդքան էլ լավ չեմ ճանաչում, և այդ իմ ներսի տրտմությունը դրեցի Աստծո առջև և խնդրեցի աղոթքով, ասեցի Տեր, խնդրում եմ քեզ, օրհնիր իմ մարդկային միտքը, իմ մարդկային հոգին ու սիրտը, որ ես հասկանամ Սուրբ Հոգու մեծությունը, ճանաչեմ և հասկանամ Սուրբ Հոգու մեծությունը, գնահատեմ և այո, Սուրբ Հոգին մեր մեջ եկել է, որ մենք օգտվենք նրա օգնությունից։ Սուրբ Հոգին ըստ Աստծո խոսքի մեր օգնականն է։ Սուրբ Հոգին այն հոգին է, որի համար Հիսուսը խաչը բարձրացավ, խաչի վրա մահացավ, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ, երկինք համբարձվեց, որ Սուրբ Հոգին, խոստացված Սուրբ Հոգին գա մեր մեջ։ Սիրելիներ, ուղղակի հորդորս է, որ այս հոգսաշատ կյանքում չհեռանանք Աստծո Սուրբ Հոգուց, այսինքն նաև Աստծո խոսքը այսպես է ասում է հոգին մի լռեցրեք, հոգին մի մարեք։ Ես այդ խոսքի իմաստը այսօր առավոտ խորապես հասկացա, որ ինչ է նշանակում հոգին մարելը։ Այսինքն եթե մենք մեր բերանը չենք բացում, որ Սուրբ Հոգուն թույլ տանք, որ նա աղոթի, այդ դեպքում Սուրբ Հոգին օրըստօրե, ժամ առ ժամ, այսպես մարում է մեր մեջ, լռում է և մեր հոգսերը, մեր խնդիրները այդպես էլ մնում են չլուծված, բայց իրականում Սուրբ Հոգին այն մեծ, այն հզոր օգնականն է, որ Աստված դրել է մեր մեջ, որ մենք օգտվենք նրա օգնությունից, այդ օգտվել բառը մի տեսակ, չգիտեմ, ավելի սիրուն բառ կուզենայի օգտագործել, որպեսզի մենք հենվենք Սուրբ Հոգու օգնության վրա, վստահենք Սուրբ Հոգու օգնությանը և ստանալով մեր ամեն խնդիրների պատասխանը առաջնորդվենք Սուրբ Հոգով և մեր խնդիրների լուծմանը հասնենք։ Աստված օրհնի բոլորիս, որ հասկանանք իրոք Աստծո կողմից մեր մեջ դրված Սուրբ Հոգու մեծությունը հասկանանք և այսուհետև մեր մարդկային իմաստության վրա չհենվենք, մեր կրթության վրա չհենվենք, այլ հենվենք Սուրբ Հոգու իմաստության, Սուրբ Հոգու մեծության վրա։ Աստծո Հոգին հրաշալի է, այսինքն հրաշքներ բերող է նաև, հրաշքներ բերող է, Աստծո Սուրբ Հոգին է մեր կյանքում բոլոր հրաշքները բերում, մեր փոփոխության հրաշքը, մեր բժշկության հրաշքը, այո, նույնպես մեր ֆինանսական օրհնությունների հրաշքը, քանի դեռ մենք երկրի վրա ենք, մենք պետք է նաև ունենանք նաև ֆինանսական օրհնություններ, որպեսզի կարողանանք գոյատևենք այս երկրի վրա, մեր մարմինները ապրեցնենք այս երկրի վրա, մինչև մեր Տիրոջ Տեր Հիսուս Քրիստոսի գալը, մինչև նրա հայտնվելը։ Աստված օրհնի բոլորիս, բոլորիդ լավ օր եմ մաղթում, ինձ նույնպես,
որպեսզի այսուհետև առաջնորդվենք եւ գնահատենք եւ լի ու լի օրհնություններ ունենանք։ Ամեն, ամեն, ամեն։